Հրապարակ թերթը հայտնել է, թե իրենց տեղեկություններով ԱՄՆ-ից մեծ պատվիրակություն է ժամանել փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան այցը նախապատրաստելու համար։ Ըստ թերթի, պատվիրակությունը տեղավորվել է Armenia Marriott հյուրանոցում։ Նրանք զբաղեցրել են մի ամբողջ հարկ տասնյակ սենյակներով, որտեղ միայն սեղաններն ու աթոռներն են մնացել որպես կահույք։ Մնացած իրերը հեռացվել են։ Թերթը նշել է, որ հյուրանոցի անձնակազմին արգելվում է մնալ այդ հարկում։ Հյուրերը քնում են հյուրանոցի մեկ այլ հատվածում։ Պատվիրակությունը ժամանել է 2 շաբաթով։ Vance-ը, ինչպես սպասվում է, Հայաստան կժամանի փետրվարի 9-ին եւ կմեկնի Ադրբեջան հաջորդ օրը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ J.D. Vance-ը կայցելի Հայաստան, հետո Ադրբեջան, խաղաղության օրակարգին եւ թրիփին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով։ Հոնդա Մակնիշի մեքենայի վարորդը Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել կայանված սպիտակ Տոյոտային, այնուհետև լուսացույցին ու գլխի վայր շրջվել։ Սպուտնիկ Արմենիայի մեր գործընկերը ֆիքսել է կողաշրջված մեքենայի կադրերը։ Շտապօգնության բրիգադը վարորդին տեղափոխել է հիվանդանոց։ Պարզվել է, որ վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը եւ չի կարողացել կառավարել ընթացքը։ Փետրվարի 6-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների նպատակը տարածաշրջանում մեծ պատերազմից խուսափելն է, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել անգամ քննարկվելիք թեմաները, գրել է ռուսական BBC-ն։ Իրանը պատրաստ է խոսել միայն իր միջուկային ծրագրի մասին։ ԱՄՆ-ն ընդհակառակը պահանջում է զիջումներ նաև այլ հարցերում։ Դրանք վերաբերում են Իրանի հրթիռային զինանոցին եւ տարածաշրջանային խմբավորումներին աջակցելուն։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը շարունակում է Իրանին սպառնալ ռազմական հարվածներով։ ԱՄՆ-ն Պարսից ծոց է ուղարկել ավիակիր խումբ տասնյակ կործանիչներով եւ հրթիռներով։ Ըստ մամուլի Սպիտակ տունն արդեն դիտարկում է Իրանին հարվածելու տարբերակները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մասկատում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է, որ Իրանը դիվանագիտության ուղին է ընտրում, լինելով զգոն եւ չմոռանալով անցած տարվա իրադարձությունները։ Մենք բանակցություններին մոտենում ենք բարի կամքով, բայց միաժամանակ հաստատակամորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Կողմերի հավասարությունը, փոխադարձ հարգանքն ու շահը պարզապես կարգախոսներ չեն։ Դրանք անհրաժեշտություն են եւ հիմք կհանդիսանան կայուն համաձայնագրի համար, ասել է նախարարը։ Արաղչին արդեն ժամանել է Օման ԱՄՆ-ի հետ բանակցելու։ President Trump will be the ultimate decider of any policy changes. Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հայտնել էր, որ հանդիպմանը կմեկնի Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Այս ամենի ֆոնին տեղական ֆարսը հայտնել է, որ Իրանը տեղակայել է հեռահար բալիստիկ հրթիռ։ 13 մետր երկարությամբ Խորամշահր 4 հրթիռի հեռահարությունը մինչև 2000 կիլոմետր է։ Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխանակել են 157 ռազմագերիների, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը օրերս հայտարարել էր, որ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ երկու կողմերը համաձայնության են եկել գերիների փոխանակման վերաբերյալ։ 2025 թվականին կողմերը փոխանակել են ավելի քան 1800 ռազմագերի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Իրանին ծանր հարված հասցնելու պատրաստակամության մասին։ Ի պատասխան լիբանանյան Հեզբոլլահը նախազգուշացրել է, որ Թեհրանի դեմ ցանկացած ագրեսիա կհրահրի ողջ մերձավոր արևելքն ընդգրկող լայնամասշտաբ պատերազմ։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին ԱՄՆ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը Դոհայում ջանքեր են գործադրում բանակցային օրակարգն ընդլայնելու ուղղությամբ։ Այդուհանդերձ Օմանում կայանալիք հանդիպման շեմին Իրանը կտրականապես մերժում է Վաշինգտոնի առաջ քաշած բալիստիկ հրթիռների հարցի քննարկումը, պնդելով, որ երկխոսությունը պետք է սահմանափակվի բացառապես միջուկային խնդրով։ Et l'objet principal de mes déplacements successifs Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն այցելել է Իրաք, որտեղ բանակցություններ կվարի ինչպես Բաղդադի կենտրոնական իշխանությունների, այնպես էլ Էրբիլի Քուրդիստանի տարածաշրջանի կառավարության ղեկավարության հետ։ Իրաքյան այցի օրակարգում առանցքային են անվտանգային գործակցության ամրապնդումը, ահաբեկչության դեմ պայքարի շարունակությունն ու տեղի բանտերում պահվող ֆրանսիական ցակմամբ զինյալների ճակատագրին առնչվող զգայուն հարցերը։ Մինչ այդ Դամասկոսում կայացած հանդիպմանը նախարարը վերահաստատել էր Փարիզի անձնառությունը, հանդես գալ քրդերի իրավունքների երաշխավոր եւ սատարել նորաստեղծ սիրիական պետության քաղաքական կառուցվածքում նրանց լիարժեք ներգրավմանը։ Դիվանագիտական այս առաքելությունը կեզրափակվի Բեյրութում, որտեղ կքննարկվեն Հեզբոլլահի զինաթափման եւ լիբանանյան բանակին սատարող միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություններ են արձանագրվում։ Ամերիկյան զորախումբը սկսել է լքել Ալ-Շադադի ռազմակայանը։ Միջազգային կոալիցիայի հովանու ներքո շարունակվում է իսլամական պետության զինյալների տեղափոխումը Իրաք, որտեղ արդեն իսկ հաշվառվել է ավելի քան 1300 կալանավորված ահաբեկիչ։ Թուրքիան իր տարածք է վերադարձրել Սիրիայում տեղակայված իր 5 բրիգադներից 2-ը, հիմք ընդունելով քրդական ուժերի ինտեգրման մասին պայմանավորվածությունը։ Չնայած զորքերի աստիճանական կրճատման միտմանը, Անկարան մտադիր է պահպանել մի շարք հենակետեր ռազմավարական նշանակություն ունեցող զգայուն գոտիներում, հատկապես Եփրատի արևելյան ափին տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ սեփական շահերի պաշտպանության նպատակով։